Երևանում են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքասարակության լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նրանք մասնակցում են Նորբելի ֆորում, կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագրով երկօրյա համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում են մի շարք այլ երկրներից փորձագետներ եւս։ Անկախության առաջին իսկ օրից մենք չգիտենք ինչ է խաղաղությունը, խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Նորբելի ֆորումին ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով անկախությանը նախորդող շրջանում էլ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները բնորոշող գործոնը եղել է կոնֆլիկտը։ Ըստ Փաշինյանի քաղաքական առումով կոնֆլիկտը լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ այն միանգամից լուծել։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակներում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան, հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Բրյուսելում խաղաղության խաչմերուկ համաժողովին ունեցած ելույթում նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-ից 22-ը ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների պատվիրակություն է այցելել Երևան, մասնակցելու երկկողմ կլոր սեղան քննարկման։ Մինչ այս Բաքու էր մեկնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը։ Ըստ Գրիգորյանի, նման փոխայցելությունները կնպաստեն փոխվստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը հասարակությունների միջև, միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակը Վրաստանի դեպքում մնացել է միայն ձևական։ Եվրահանձնաժողովի փաստաթղթում, որին ծանոթացել է Ազատության վրացական ծառայությունը, խոսվում է վրաց ժողովրդի եւ իշխանության միջև անդունդի մասին։ Փաստաթղթում եվրոպական կառույցը Վրաստանի կառավարությանը կոչ է անում կուրսը փոխելու եւ Եվրամիությանն ինտեգրվելու ուղի վերադառնալու հաստատակամ ձգտում դրսեւորել։ Ընդգծվում է, որ Վրաստանի իշխանությունների ձեռնարկած գործողությունները չեն համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի Եվրամիության ակնկալիքներին։ Սերբիայում ցույցերի ֆոնին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Նա նշել է, որ ստույգ օրերը կորոշվեն ավելի ուշ։ Սերբիայում 2024 թվականի նոյեմբերից շարունակվում են բողոքի ցույցերը այն բանից հետո, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում փլուզվեց կառամատույցի ծածկը, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ։ Ցուցարարները ողբերգության համար մեղադրում են երկրի իշխանություններին։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 4-ից 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում նոյեմբերի 4-ից 3-ը կլինի 16-ից 18, երեկոյան ժամերին 8-ից 10 աստիճան տաքություն։